Պատահել։ Արմանը ձեզ իմ մասին ոչինչ չի պատմել։ Չէ։ Անգամ չի ասել, որ մենք տարիներ շարունակ միասին ենք ապրել։ Չէ, չի ասել։ Նույնիսկ չի էլ ասել, որ երեխայի եմ սպասում։ Ինչ։ Ես չպետք է ասեի։ Կներեք, տիկին Էլիզա։ Էս ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Ուղղակի էլ չդիմացա։ Պետք է ինչ-որ մեկի հետ կիսվեի։ Ախր չունեմ հարազատ մեկը, ում հետ կարող եմ կիսվել։ Ես քեզ հասկանում եմ, բայց Տիկին Էլիզա, մոռացեք ասածներիս մասին։ Եթե Արմանը իմանա, կնեղանա։ Արմանն իմանա։ Իսկ Արմանը գիտի։ Երեխայի մասին։ Հա։ Գիտի։ Ես ոնց կարող էի նման բանը թաքցնել։ Փաստորեն Արմանը գիտի երեխայի մասին ու մեզ ոչինչ չի ասել, հա։ Մենք Արմանի պլաններում չկանք։ Ես ուշացա։ Ընդամենը 2 ամիս ու ես կորցրեցի նրան։ Ստեֆանի, լսում ես ինձ։ Հանգստացիր։ Կներեք ինձ, տիկին Էլիզա։ Հիմա դու որտեղ ես։ Արմանի տանն եմ ու չգիտեմ ինչ անեմ։ Ոչ միտեղ չես գնում ու ոչինչ չես պլանավորում, լավ։ Բայց Ես հենց հիմա գալիս եմ։ Կգամ ու միասին կհասկանանք մեր անելիքը։ լավ, Ես ամենաուշը կես ժամից այդտեղ կլինեմ։ լավ։ Մայրը բռիս մեջ է։ Դե գնա Արման։ Տեսնեմ ուր ես գնալու։ Արս, Ինչ կա, գիշեր էդ լակոտը չերևաց, ջերևի ջոգել է, որ ես անգամ ոչ մեկ իրան չի ներելու, դրա համար էլ փախել է։ ես անգամ սատկացնում եք դրան, հա ասի մարդա, թող ապրի, բայց ոնց տենում եմ, էդի հասկանալու հետ խնդիրներ ունի, Արս ջան, դու մի նեղվի, կգտնենք դրան։ ես Լյուսիի համար եմ նեղվում, թե չէ, Լյուսին խելացի աղջիկ է, կհասկանա։ Լյուսին խելացի է, բան չասեցի, բայց դիմացինն ա նագլի, հա, իմիջալոց, դու այն աղջիկա համար բան իմացար, Որ մեկի։ Սարայի, Արս ջան, մանկատանը մեծացած աղջիկ է։ էդ ես էլ գիտեի, 10 տարեկան է եղել, որ մանկատուն են բերել։ Ծնողները հավայրես մահացել են։ ուրիշ, Դե իրա պահում մենակ լավ բաներ են ասում։ Բայց մի հատ բան կա, չգիտեմ դրա մաս կնայես։ ինչ մոմենտ ա, որ, Նշանված է եղել։ Սարան, Հա, ում հետ, այդ տղանունը Լևոն է։ բա ինչի հիմա միասին չեն, Այդ մի բանը չգիտեմ։ իմացի էդի ով ա ինչա, ես դրան պտի տենամ, Լավ, արի մի հատ մտնենք Աշոտի օֆիս, դրան բան ունեմ ասելու, եղավ։ Ձերքերը ծարել են, պետք չի այդքան նեղվել։ Արման, ես երկար եմ մտածել, չեմ ուզում քեզ ծնողներից կտրել, արի ես ամեն ինչին վերջ տնենք, քանի դեռ ուշ չի։ Սարի, ես էլ դու էլ շատ լավ գիտենք, որ մենք առանց իրար չենք կարող, ու դու հիմա ինձ առաջարկում ես, որ վերջ դնենք ես ամենին։ Ձերոնք ինձ երբեք չեն ընդունի։ Կարծեմ մենք երեք դրա մասին խոսել ենք արդեն։ Ու հետո այս ժամանակ եմ մնացել մտածելու, կշռադատելու, ծանր ու թեթևանելու։ Սխալ եզրակացություններ պետք չի անել։ Լսի, Սար, լսի ինձ։ Ես սիրում եմ քեզ, դու էլ ինձ։ Վերջ-վերջո մենք հասուն մարդիկ ենք ու մենք ենք տնօրինում մեր անձնական կյանքը, առհասարակ մեր կյանքը։ Ես ուզում եմ իմ ամբողջ կյանքը քեզ հետ անցկացնել։ Ուզում ամեն առավոտ շուտ արթնանալ ու քեզ տեսնել իմ կողքը։ Վստահ եմ, որ նույնն էլ դու ես ուզում։ Համաձայն եմ, մաման իրան շատ սխալ պահեց։ Բայց դա շատ սիրելուց է։ Ինչ ես կարծում, եթե վաղը մյուս օր
Մայրս տեսնի, որ իր տղան երջանիկ է ու քո կողքին քեզ չի սիրելու, քեզ ատելու է, չէ հակառակը սիրելու է Սար, իսկ եթե սկսի քեզ սիրել, քեզ կսկսի ճանաչել, ճանաչելուց հետո ավելի շատ քեզ կսիրի, Իսկ եթե չէ, հավատա ինձ, չեմ ուզում, որ ինձ էլ ավելի ատել, քեզ ոչ ոք չի ատում, գիտես ինչ կա, հավաք իրերդ գնանք ստեղից, մի քանի օրով կտրվենք, ուր, թեկուզ Ծաղկաձոր, իմ անդեղ շատ սիրում է, ես 10 տարի Հայաստանում չեմ եղել, ինձ էլ է այդ արկիր հիմա անդեղ ոնց է, բայց դու գործեր չունես, ունեմ շատ ունեմ, թկած գործերի վրա, ամենակարևոր գործը հիմա դու ես ինձ համար, գնանք, չգիտեմ, ես գիտեմ, այ որ պաչի կանես կասեմ, Լյուս, ուզում եմ, որ մենք խոսենք, ինչի մասին, մեր մասին, Լյուս, ես չեմ ուզում, որ մեր հարաբերությունները սենց լինեն, ես սիրում եմ քեզ ու դու ոչ մեկին էլ չես սիրում, դու նույնիսկ Արսենին չես սիրում, սխալվում ես, չեմ սխալվում, ու կարաս հանգիստ լինես, վաղվանից դու ինձ ստանել չես տեսնի, էլ չեմ տեսնի, հա, ես վաղը մեկնում եմ, կարաս հանգիստ լինես, ու նույնն էլ Հայկին փոխանցի, որովհետև ինքը զզվելի է իր ամեն ինչով իմ համար, ես քեզ էլ ոնց ասեմ, որ ես Հայկի հետ կապ չունեմ, ինչ ամուսնացել եմ Արսենի հետ, ես իր հետ կապ չունեմ, Լյուսի, լավ էլ կապ ունես, եթե կապ չունենայիր, Հայկը ամեն ձև չէր փորձին անցանել, որ Արսենի քրոջը ցավացներ, գիտես ինչ, ես ոչ քեզ եմ ուզում տեսնեմ, ոչ էլ Հայկին, Լյուս խնդրում եմ հավատա, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ մի բանի հետ, էլ ոնց ասեմ, որ հավատաս, Ձինա, ես քեզ չեմ հավատում, դու մոտիկ ընկերուհի էիր ձևացնում, ու ինձ թվաց, թե դու լավ մարդ ես, բայց իրականում Արսենը շատ ճիշտ է վարվում քո հետ, Արսենը շատ ճիշտ է անում, որ քեզ բանի տեղ չի դնում, Ինչ, Լույս չանջատ ես հեռախոսը, արի հանդիպենք, եթե մեր հանդիպումից հետո դու էլի մնաս քո կարծիքին, ես երդվում եմ, որ երբեք քեզ չեմ անհանգստացնի, ինչի համար, ապեր ընկել ես հետևիցդ, իմաստ չկա, ես վաղ առավոտյան Անգլիա եմ վերադառնում, ասա որտեղ ենք հանդիպում, կամ ես եմ գալիս, կամ դու ես գալիս, ուր ես գալիս, ձեր տուն, գժվել ես, երդվում եմ Լույս, կգամ, դու հասկանում ես ինչ կարա լինի, Հասկանում եմ ու հասկանալով էլ կգամ, որ տեսնես ու համոզվես, որ դու ամեն ինչ սխալ ես մտածել, ամեն ինչ։ Հա, ես սիրել եմ Ձինային, բայց այդ ամեն ինչը վաղուց ավարտվել է, սերը մի օր անցնում է։ Ոչ մի բան ես կյանքում մնայում չի։ Տես դու ինքդ ասացիր, որ ամեն ինչ անցնում է։ Սերն էլ է անցնում, ու չեմ կարծում, թե իմ սերը քեզ պետք է։ Էդ էլ մի օր կանցնի։ Ես քեզնից չեմ պատրաստվում հրաժարվել, ասա որտեղ ենք հանդիպում։
Սպասի, հեսա գալիս եմ։ Լավ։ Սար, խնդրում եմ, արի մոռանանք եղած է։ Եղածն արդեն եղած է, ոչինչ չենք կարող փոխել։ Հիմա գնում ենք մենք Ծաղկաձոր։ Գնում ենք կտրվելու այս ամեն ինչից ու մի լավ ժամանակ անցկացնելու։ Գնելս ուղղակի չեմ կարողանում կտրվել։ Շատ էզր։ Խնդրում եմ, արի մոռանանք ամեն ինչ։ Գնանք, ես քեզ խոստանում եմ, անմոռանալի օրեր ենք անցկացնելու։ Հավատա ինձ։ Իմ ակաժները մենակ քեզ են լսելու։ Իմ աչքերը մենակ քեզ են նայելու։ Իմ ձեռքերը մենակ քեզ են գրկելու։ Իմ շուրթերը մենակ քեզ են համբուրելու։ Արի մոռանանք ամեն ինչ ու ամեն բան։ Լավ։ Լավ, Ասել ես։ ասել եմ։ Դե ուրեմն խնդրում եմ մի հատ ժպտա։ Այսպես լավ է։ Շատ։ Գնացինք։ Դինա։ Դինա։ Հա, մամ ջան։ Դինա ջան, ինչ որ մի բան կսարքես կուտեք։ Ես դուրս եմ գալիս։ Լավ, իսկ դու ուշ կգաս։ Չէ, ուշ չեմ գալու։ Լավ, մամ, իսկ ինչ սարքեմ։ Բալես ինչ ուզում ես դա էլ սարքի։ Գնացի։ Արսեն, ինչի չես վերցնում։ Չէ, տենց ենք անում։ Ոնց ասեցի, տենց էլ կանեք։ Լավ, երկրորդ զանգ ա գալի, ես կզանգեմ։ Հոգնածներին են, ես ասում եմ իրանք հակաճառում են։ Ինչ-որ խնդիրներ կան, Արշ ջան։ Ով ա գժվել իմ հետ խնդիրներ ունենա։ Քշի պապային պետք է տենամ։ Համել մի հատ զանգի հետ հոգնածից տես ինչ կա։ Լավ։ Դինան էր զանգել, մի հատ տենամ ինչ կա։ Արսեն, Ասա, դու երբ կգաս։ երբ որ գամ, զանգել ես հետ հարցնես։
Արսեն, խնդրում եմ, սենց էլ չի կարող շարունակվել, մենք պետքա խոսենք։ Ես բանա, մի անգամ եմ ասում։ Բայց Արսեն, Արդեն ասեցի։ Էլ չզանգես։ Արսեն։